Ինչպես գիտենք, Նինոց-Մինդայի մարզաշխարհում շարունակում են դպրոցական մարզական օլիմպիադայի տարածաշրջանային խաղերը։ Բազմիցս ենք նշել, որ մունիցիպալ խաղերին հաղթող թիմերը պիտի մասնակցեն տարածաշրջանային խաղերին։ Ինչպես են ընթանում վերոնշյալ խաղեր եւ ինչպիսի հաջողություններ են գրանցել մինչ օրս, մեկնաբանեց Նինոց-Մինդայի սպորտի բաժնի պետ Գրիգոր Թոփուզյանը։ Ինչպես գիտեք, արդեն դպրոցական սպորտային օլիմպիադայի երկրորդ փուլն է, այսինքն ռեգիոնալ տուրն է։ Մեր դպրոցականները ամսի 28-ին բասկետբոլի թիմը մասնակցեց Ախալցիխեում, բավականին լավ հանդես եկան, մեր օրջալարի աղջիկների թիմը կարողացան տարածաշրջանում զբաղեցնել երկրորդ տեղը։ Համար երկրորդ դպրոցի աշակերտները չկարողացան լավ հանդես գալ, դուրս մնացին հետագա պայքարից։ Իսկ ամսի 29-ին արդեն եւ ամսի 28-ին նույնպես մեր հեշտայի երեխաները մասնակցեցին նորից Ախալցիխեում, ուրախ մեկնարկներ։ Բավականին հաջող հանդես եկան, բայց չկարողացան զբաղեցնել մրցանակային տեղեր։ Բավականին ուժեղ էին թիմերը եւ շատ էին քանակով։ Իսկ ամսի 29-ին արդեն Բորժումում անցկացվեց կրոսը, վազքներ, նույնպես չկարողացան հաղթարել անցողիկ շեմը մեր երեխաները։ Այսպիսով ամփոփելով 3 մրցումներից ընդամենը բասկետբոլից կարողացանք մրցանակային տեղ գրավել մեր երեխաները։ Ինչպես գիտեք, ընդհանրապես միայն առաջի տեղը զբաղեցրած դպրոցները, թիմերը կմասնակցեն արդեն հանրապետական տուրին։ Դա բացառություն պետք է լինի, որ ինչ որ պատճառներով առաջի տեղ զբաղեցրած թիմը չմասնակցի, այսինքն հաջորդը մասնակցի երկրորդ տեղ զբաղեցրածը։ Ամսի 4-ին արդեն մեր մոտ ունենք, ամսի 5-ին մեր մոտ է սեղանի թենիսը եւ ունենք Ասպինզայում արդեն մինի ֆուտբոլն է։ Այնպես որ մնացել է 2 մրցումներ, տեսնենք ինձ թվում պետք է մեր թենիսները կարողանան հաջող դուրս գալ եւ մասնակցել արդեն 3-րդ տուրին, հանրապետական տուրին։ Ֆուտբոլում էլ հույս ունեմ, որ պետք է մրցանակային տեղեր զբաղեցնեն։